Ձեր կարծիքով իշխանությունը ինչու չի հայտում այն երկրների անունները, որտեղ ՀՀ քաղաքացիներին ստիպում են գնալ ընտրությունների։ Իսկ մենք ինքնին դա տրամաբանորեն է։ Միգուցե մի քիչ ժամանակ է պետք եւ դա ի հայտ կա։ Չեմ կարող ասել։ Ձեր կարծիքով որ երկրում է ամենաշատը, որ ՀՀ քաղաքացիներին ուղղորդեն ընտրությունների ժամանակ։ Չեմ կարող ասել։ Դժվարանում եմ, ճիշտ ասած ոչի լսել եմ, որ այդպիսի բան կա։ Դա էլ ասեմ։ Բարի։ Չեմ պատասխանում։ Մենք քաղաքար չունենք, մենք սուրիացի ենք հույսում ենք։ Չենք գիտեր քաղաքար չունենք։ Սուրիացի ենք մենք, հոսիացի ենք։ Չեմ կարող պատասխանել։ Ճիշտ ասած ես տեղյակ չեմ այդ թեմայից, ոչինչ չեմ կարող դες պատասխանել կամ մեկնաբանել առաջ անգամ լսում։ Չեմ կարող պատասխանել ներողություն։ Իսկ ձեր կարծիքով որ երկրներում են, որ ՀՀ քաղաքացիներին ուղղորդում են թիում ընտրեն։ Չեմ կարող ասել։ Ձեր կարծիքով ինչու իշխանությունները չեն հայտարարում այն երկրների։ Ինչ է այստեղ ճնշում են։ Այստեղ չեն ճնշում։ Իսկ օտար երկրներում։ Օտար երկրներում էլ չեն ճնշում։ Ես եղել եմ, ինձ չեն ճնշել։ Իսկ ընտրություններին, որ ուղղորդեն ում ընտրեն։ Տես չեն ասում, ժողովրդի իր կամքով ումուցում ընտրում է։ Ես ոչ մեկին ոչ ընտրելու եմ, ոչ իման։ Իրանց սաղ մի մերաբեր է։ Շատ մեծ ճնշում կա, օրինակ Մոսկվայում ահավոր ճնշում է։ Չգիտեմ այն ռեգիոնները ոնց է, բայց Մոսկվայում շատ մեծ է։ Դա շատ սխալ է դա։ Իսկ ձեր կարծիքով ինչու մեր իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում։ Որովհետև Մոսկվայից վախենում են։ Ինչ պիտի անուն չեն տալի արտաքին գործերի, արտաքին չէ, բանը հետախուզությունը այդ վերջի իր արտահայտած ինչ որ վերլուծությունները աններ չի տալի, բայց մարդիկ հասկանում են, որ դա որտեղից է այդ մտքերը դա։ Իրանք համար փոսոք սխալ են անում։ Պետության ղեկավարները ոչ են արտահայտում ու պարզ չեն ասում ամեն ինչ է պետք։ Բայց ես չեմ լսել, որ այդպիսի բան կա, որ ճնշում են գնալ։ Ես չեմ։ Ձեր կարծիքով օտար երկրներում չեն ուղղորդում մարդկանց թեում ընտրեն։ Իմ կարծիքով երևի Ռուսաստանից կլինի այդ ուղղորդումը, բայց հիմնականում իհարկե կլինեն նման դեպքեր, որ կուղարկեն հատկապես ընտրությունների ժամանակ։ Իսկ ձեր կարծիքով իշխանությունը ինչ-որ քայլեր կձեռնարկի կանխելու։ Ես չգիտեմ արդեն այդ չեմ կարող գուշակել։ Նախ մենք իշխանություններ չունենք, որ հայտնի։ Դե որ չունենք ինչ հայտնի։ Իսկ ձեր կարծիքով որ օտար երկրներն են, որտեղ կուղղորդեն քաղաքացիներին թեում ընտրեն։ Ես չեմ կարող որևէ մեկին ուղղորդել, թող բոլորը ընտրությունների ժամանակ գնահատեն ինչ է արվել, ռեալ գնահատեն, ասֆալտով, քանդված ասֆալտներով միայն չգնահատեն, հայրենիքի համար արտաքին քաղաքականության հետ տարվող աշխատանքների գնահատականով, այլ գործոններով պայմանավորված, քաղաքացիների անվտանգությամբ պայմանավորված, թող ամեն մեկը ինքը ընտրի, ինքը որոշի, թե ինքը ում է ընտրելու։ Ես չեմ կարող ուղղորդել, որովհետև դա ճիշտ չի լինի։ Այսօրվա կառավարությունը ինչ ասեմ, կեղտոտ, ամենավատ հանձինս Նիկոլ Փաշինյանը եւ իրենք ոչ մի բան չեն անում թափանցիկ, իրենք ոչ մի բան ժողովրդի կողմից չեն, երբեք ժողովրդի կողմից չեն։ Ամեն ինչը անում են նրան, որ տանեն թրքացման, ամեն ինչը անում են նրան, որ երկիրը կործանվի։ Չգիտեմ, ամենավատ բաները կարող եմ իրանց համար ասել։ Ու հուսով եմ, որ տա Աստված, որ 26 թվականին իրանք չեն ընտրվելու։ Համոզված եմ, որովհետև շատ մարդիկ զզվում են արդեն իրանցից։ Ու տա Աստված, որ մեզ մոտ գա մեկը, ով կտանի մեզ իրոք խաղաղության, բայց առանց թուրքի ու առանց ՔՊ-ների։